Ամենակարող Աստծու խոսքերի ընթերցումներ, Աստծու հայտնվելը և գործը։ Փրկիչն արդեն վերադարձել է սպիտակ ամպի վրա։ Հազարամյակներ շարունակ մարդը տենչացել է ականատես լինել Փրկչի գալստյանը։ Մարդը տենչացել է տեսնել, թե ինչպես է Հիսուս Փրկիչը սպիտակ ամպի վրա նստած անձամբ իջնում նրանց մեջ, ովքեր հազարավոր տարիներ նրան փափագել և հույս են դրել նրա վրա։ Մարդը նաև տենչացել է, որ Փրկիչը վերադառնա և վերամիավորվի իր հետ, այսինքն տենչացել է, որ Հիսուս Փրկիչը, ով հազարավոր տարիներ բաժանված է եղել մարդկանցից, վերադառնա և մեկ անգամ ևս իրականացնի փրկագնման գործը, որը նա կատարել էր հրեաների մեջ, լինի մարդու նկատմամբ ողորմած և սիրող, ների մարդու մեղքերը և կրի մարդու մեղքերը և նույնիսկ կրի մարդու բոլոր անօրինությունները և փրկի մարդուն մեղքից։ Թե ինչ է մարդը տենչում, այն է, որ Հիսուս Փրկիչը լինի նույնը, ինչ նախկինում, Փրկիչ, ով սիրելի է, բարի և պատվարժան, ով երբեք չի զայրանում մարդու վրա և երբեք չի նախատում մարդուն, այլ ներում է և իր վրա է վերցնում մարդու բոլոր մեղքերը, և ով նույնիսկ, ինչպես նախկինում, կմահանա խաչի վրա մարդու համար։ Հիսուսի հեռանալուց ի վեր նրան հետևող աշակերտները, ինչպես նաև բոլոր սրբերը, որոնք փրկվել էին նրա անունով, հուսահատորեն կարոտում և սպասում են նրան։ Բոլոր նրանք, ովքեր շնորհքի դարաշրջանում փրկվել են Հիսուս Քրիստոսի շնորհիվ, վերջին օրերին տենչում են այն ցնծալի օրը, երբ Հիսուս Փրկիչը կիջնի սպիտակ ամպի վրա, հայտնվելով անթիվ մարդկանց առջև։ Իհարկե, սա նաև հավաքական ցանկությունն է բոլոր նրանց, ովքեր այսօր ընդունում են Հիսուս Փրկչի անունը։ Տիեզերքում յուրաքանչյուր ոք, ով գիտի Հիսուս Փրկչի փրկության մասին, հուսահատորեն փափագում է, որ Հիսուս Քրիստոսը հանկարծակի կգա, իրականացնելու այն, ինչ Հիսուսն ասել էր երկրի վրա եղած ժամանակ. «Ես կգամ այնպես, ինչպես հեռացա»։ Մարդը հավատում է, որ խաչելությունից և հարությունից հետո Հիսուսը սպիտակ ամպի վրա վերադարձել է դրախտ, զբաղեցնելու իր տեղը, որպես Ամենաբարձրյալի աջ ձեռք։ Նույն կերպ Հիսուսը, սպիտակ ամպի վրա նստած, կրկին կիջնի նրանց մեջ, ովքեր հազարավոր տարիներ հուսահատորեն փափագել են նրան, և նա կկրի հրեաների կերպարն ու կհագնի նրանց հագուստը։ Նրանց մոտ հայտնվելուց հետո նա նրանց կերակուր կտա և այնպես կանի, որ կենաց ջուր կլցնի նրանց վրա և կապրի մարդկանց մեջ լի շնորհքով և բարեսրտությամբ, կենդանի և իրական։ Այս բոլորն այն պատկերացումներն են, ինչին մարդիկ հավատում են, սակայն Հիսուս Փրկիչը դա չարեց։ Այն, ինչ նա արեց, մարդու պատկերացումների ճիշտ հակառակն էր։
Նա չեկավ նրանց մեջ, ովքեր հուսահատորեն տենչում էին նրա վերադարձը, և նա չհայտնվեց բազում մարդկանց առջև սպիտակ ամպի վրա նստած։ Նա արդեն եկել է, բայց մարդը չի ճանաչում նրան և մնում է անտեղյակության մեջ։ Մարդը պարզապես աննպատակ սպասում է նրան, չիմանալով, որ նա արդեն իջել է սպիտակ ամպի վրա։ Սպիտակ ամպը նրա հոգին է, նրա խոսքերը, նրա ամբողջ խառնվածքը և այն ամենն, ինչ նա է։ Եվ այժմ գտնվում է հաղթողների մի խմբի մեջ, որոնց նա կպատրաստի վերջին օրերի ընթացքում։ Ինչպե՞ս կարող էր մարդն իմանալ, որ թեև Սուրբ Փրկիչ Հիսուսը լի է մարդու հանդեպ սիրալիրությամբ և սիրով, նա պարզապես չէր կարող գործել այն տաճարներում, որոնք լի են կեղտով և բնակեցված են անմաքուր հոգիներով։ Թեև մարդը սպասում էր նրա ժամանմանը, ինչպե՞ս կարող էր նա հայտնվել նրանց, ովքեր ուտում էին անարդարների մսեղին, խմում էին անարդարների արյունը և հագնում էին անարդարների հագուստը, ովքեր հավատում էին նրան, բայց չէին ճանաչում նրան և շարունակաբար շորթում էին նրան։ Մարդը գիտի միայն, որ Հիսուս Փրկիչը լի է բարեսրտությամբ և հորդում է ողորմածությամբ, և որ նա մեղքերի քավության զոհ է, լի փրկագնմամբ։ Սակայն մարդը գաղափար չունի, որ նա ինքն Աստվածն է, ով լի է արդարությամբ, մեծափառությամբ, ցասումով և դատաստանով, օժտված է իշխանությամբ և լի է արժանապատվությամբ։ Ուստի, թեև մարդը ջերմեռանդորեն փափագում և ցանկանում է Փրկչի վերադարձը, և նույնիսկ նրա աղոթքները շարժում են երկինքը, Հիսուս Փրկիչը չի հայտնվում նրանց, ովքեր հավատում են, բայց չեն ճանաչում նրան։ Եհովան այն անունն է, որը ես վերցրեցի Իսրայելում իմ աշխատանքի ընթացքում, և այն նշանակում է իսրայելցիների Աստված, ով կարող է ողորմություն ցույց տալ մարդուն, անիծել մարդուն և առաջնորդել մարդու կյանքը։ Աստված, ով օժտված է մեծ զորությամբ և լի է իմաստությամբ։ Հիսուսը Էմմանուելն է, որը նշանակում է մեղքի զոհաբերություն, լի բարեսրտությամբ, լի ողորմությամբ և որը փրկագնում է մարդուն։ Նա կատարեց շնորհքի դարաշրջանի գործը, և նա ներկայացնում է շնորհքի դարաշրջանը և կարող է ներկայացնել տնօրինման ծրագրի աշխատանքի միայն մի մասը։ Այսինքն, միայն Եհովան է Իսրայելի ընտրյալ ժողովրդի Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը, Հակոբի Աստվածը, Մովսեսի Աստվածը և Իսրայելի ամբողջ ժողովրդի Աստվածը։ Այսպիսով, այդ ժամանակվա բոլոր իսրայելցիները, այդ թվում հրեա ժողովուրդը, երկրպագում էին Եհովային։ Նրանք զոհաբերություններ էին մատուցում նրան զոհասեղանի վրա և ծառայում էին նրան տաճարում, կրելով քահանայական հանդերձներ։ Այն, ինչի հույսը նրանք ունեին, Եհովայի կրկին հայտնվելն էր։ Միայն Հիսուսն է մարդկության Փրկիչը, և նա է մեղքերի քավության զոհը,
ով փրկագնեց մարդկությանը մեղքից։ Այսինքն, Հիսուս անունը եկել է շնորհքի դարաշրջանից և գոյություն է ունեցել շնորհքի դարաշրջանում կատարված փրկագնման գործի շնորհիվ։ Հիսուսի անունն առաջացել է թույլ տալու համար, որ շնորհքի դարաշրջանի մարդիկ վերածնվեն և փրկվեն, և այն հատուկ անուն է ամբողջ մարդկության փրկագնման համար։ Այսպիսով, Հիսուս անունը ներկայացնում է փրկագնման գործը և նշանակում է շնորհքի դարաշրջանը։ Եհովա անունը հատուկ անուն է Իսրայելի ժողովրդի համար, ովքեր ապրում էին օրենքի ներքո։ Յուրաքանչյուր դարաշրջանում և գործի յուրաքանչյուր փուլում իմ անունն անհիմն չէ, այլ ներկայացուցչական նշանակություն ունի։ Յուրաքանչյուր անուն ներկայացնում է մեկ դարաշրջան։ Եհովան ներկայացնում է օրենքի դարաշրջանը, և այն պատվավոր անունն է, որով Իսրայելի ժողովուրդը կոչում էր այն Աստծուն, որին երկրպագում էր։ Հիսուսը ներկայացնում է շնորհքի դարաշրջանը և բոլոր նրանց Աստծու անունն է, ովքեր փրկագնվել են շնորհքի դարաշրջանում։ Եթե մարդը դեռևս փափագում է Հիսուս Փրկչի գալուստը վերջին օրերի ընթացքում և դեռ սպասում է, որ նա կժամանի այն կերպարով, որը նա կրում էր Հրեաստանում, ապա ամբողջ 6000-ամյա կառավարման ծրագիրը դադարած կլիներ փրկագնման դարաշրջանում և չէր կարող ավելի առաջ գնացած լիներ։ Ավելին, վերջին օրերը չէին գա, և դարաշրջանը երբեք չէր ավարտվի։ Սա այն պատճառով է, որ Հիսուս Փրկիչը միայն մարդկության փրկագնման և փրկության համար է։ Ես վերցրեցի Հիսուս անունը միայն շնորհքի դարաշրջանում բոլոր մեղավորների համար, բայց դա այն անունը չէ, որով ես պետք է վերջ դնեմ ամբողջ մարդկությանը։ Թեև բոլորը Եհովան, Հիսուսը և Մեսիան ներկայացնում են իմ հոգին, այս անունները միայն մատնանշում են իմ կառավարման ծրագրի տարբեր դարաշրջանները և չեն ներկայացնում ինձ ամբողջությամբ։ Այն անունները, որոնցով երկրի վրա մարդիկ ինձ կոչում են, չեն կարող դրսևորել իմ ամբողջ բնույթը և այն ամենը, ինչը ես եմ։ Դրանք պարզապես տարբեր անուններ են, որոնցով ինձ կոչում են տարբեր դարաշրջաններում։ Եվ այսպես, երբ գա վերջնական դարաշրջանը, վերջին դարաշրջանը, իմ անունը կրկին կփոխվի։ Ես չեմ կոչվի Եհովա կամ Հիսուս, առավել ևս Մեսիա։ Ինձ կկոչեն Հզոր և Ամենակարող Աստվածն ինքը, և այս անվան ներքո ես կավարտեմ ամբողջ դարաշրջանը։ Ինձ մի ժամանակ Եհովա էին կոչում, մարդիկ ինձ նաև որպես Մեսիա էին ճանաչում, և մարդիկ մի ժամանակ սիրով ու հարգանքով ինձ Հիսուս Փրկիչ էին կոչում։ Այսօր ես այլևս այն Եհովան կամ Հիսուսը չեմ, ում մարդիկ ճանաչում էին անցյալում։ Փոխարենը, ես այն Աստվածն եմ, ով վերադարձել է վերջին օրերին, այն Աստվածը, ով կավարտի դարաշրջանը։ Ես այն Աստվածն եմ, ով բարձրանում է երկրի ծայրից,
լի իմ ողջ խառնվածքով և իշխանությամբ, պատվով ու փառքով։ Մարդիկ երբեք ինձ հետ կապի մեջ չեն եղել, նրանք երբեք ինձ չեն ճանաչել և միշտ անտեղյակ են եղել իմ բնույթից։ Աշխարհի ստեղծումից ի վեր մինչ օրս ոչ մի մարդ ինձ չի տեսել։ Սա այն Աստվածն է, որ հայտնվում է մարդկանց առջև վերջին օրերին, բայց թաքնված է նրանց մեջ։ Նա բնակվում է մարդկանց մեջ, ճշմարիտ և իրական, ինչպես այրող արևը և բոցավառվող կրակը, լի զորությամբ և լեցուն իշխանությամբ։ Չկա որևէ մարդ կամ որևէ բան, որ չի դատվի իմ խոսքերով, և չկա որևէ մարդ կամ որևէ բան, որը չի մաքրագործվի կրակի այրվելով։ Վերջ ի վերջո անթիվ ազգեր կօրհնվեն իմ խոսքերի արդյունքում և նաև կփշրվեն իմ խոսքերի արդյունքում։ Այս կերպ վերջին օրերին բոլոր մարդիկ կտեսնեն, որ ես վերադարձած Փրկիչն եմ և որ ես Ամենակարող Աստվածն եմ, որը նվաճում է ողջ մարդկությանը։ Եվ բոլորը պիտի տեսնեն, որ ես մի ժամանակ մարդու համար մեղքերի քավության զոհ էի, բայց վերջին օրերին դարձել եմ բոցավառ արևի կրակներ, որոնք այրում են ամեն ինչ, ինչպես նաև արդարության արեգակը, որը բացահայտում է ամեն ինչ։ Սա է իմ աշխատանքը վերջին օրերին։ Ես վերցնում եմ այս անունը և կրում եմ այս բնույթը, որպեսզի բոլոր մարդիկ տեսնեն, որ ես եմ արդար Աստվածը, այրող արևը, բոցավառ կրակը, և որպեսզի բոլորը կարողանան երկրպագել ինձ՝ միակ ճշմարիտ Աստծուն, և որպեսզի նրանք տեսնեն իմ իրական դեմքը։ Ես ոչ միայն իսրայելցիների Աստվածն եմ, և ես ոչ միայն Փրկիչն եմ, այլ ես եմ բոլոր արարածների Աստվածը երկնքում, երկրի վրա և ծովերում։ Եթե Փրկիչը գար վերջին օրերին և էլի կոչվեր Հիսուս և կրկին ծնվեր Հրեաստանում ու այնտեղ կատարեր իր գործը, ապա սա կապացուցեր, որ ես միայն ստեղծել եմ Իսրայելի ժողովրդին և միայն փրկագնել եմ Իսրայելի ժողովրդին, և որ ես ոչ մի կապ չունեմ հեթանոսների հետ։ Մի՞թե սա չի հակասի իմ խոսքերին, որ ես եմ Տերը, ով ստեղծեց երկինքներն ու երկիրը և բոլոր բաները։ Ես հեռացա Հրեաստանից և կատարում եմ իմ գործը հեթանոսների մեջ, որովհետև ես ոչ միայն պարզապես Իսրայելի ժողովրդի Աստվածն եմ, այլ բոլոր արարածների Աստվածը։ Ես հայտնվում եմ հեթանոսների մեջ վերջին օրերին, որովհետև ես ոչ միայն Եհովան եմ, Իսրայելի ժողովրդի Աստվածը, այլ ավելին, ես եմ հեթանոսների մեջ իմ բոլոր ընտրյալ ժողովուրդների Արարիչը։ Ես ոչ միայն ստեղծեցի Իսրայելը, Եգիպտոսը և Լիբանանը, այլ նաև Իսրայելից դուրս գտնվող բոլոր հեթանոս ազգերին։ Այդ պատճառով ես եմ բոլոր արարածների Տերը։ Ես պարզապես օգտագործեցի Իսրայելը որպես իմ աշխատանքի մեկնարկային կետ։ Օգտագործեցի Հրեաստանը և Գալիլեան
որպես փրկագնման իմ գործի հենակետեր։ Իսկ հիմա ես հեթանոս ազգին եմ օգտագործում որպես հիմք, որից ես ամբողջ դարաշրջանը կավարտեմ։ Իսրայելում ես կատարեցի աշխատանքի երկու փուլ։ Աշխատանքի այս երկու փուլերն էին օրենքի դարաշրջանը և շնորհքի դարաշրջանը, և ես իրականացնում եմ աշխատանքի հետագա երկու փուլ՝ շնորհքի դարաշրջանը և թագավորության դարաշրջանը Իսրայելից դուրս գտնվող երկրներում։ Հեթանոս ազգերի մեջ ես կկատարեմ նվաճման գործը և այսպես կեզրափակեմ դարաշրջանը։ Եթե մարդը միշտ ինձ Հիսուս Քրիստոս է անվանում, բայց չգիտի, որ վերջին օրերի ընթացքում ես նոր դարաշրջան եմ սկսել և ձեռնամուխ եմ եղել նոր գործի, և եթե մարդը շարունակում է մոլուցքով սպասել Հիսուս Փրկչի ժամանմանը, ապա ես նման մարդկանց կանվանեմ այնպիսիներ, որոնք չեն հավատում ինձ։ Նրանք մարդիկ են, ովքեր ինձ չեն ճանաչում, ներկայանում են որպես հավատացյալ։ Կարո՞ղ են այդպիսի մարդիկ ականատես լինել Հիսուս Փրկչի ժամանմանը երկնքից։ Նրանք սպասում են ոչ թե իմ ժամանմանը, այլ հրեաների թագավորի ժամանմանը։ Նրանք չեն տենչում, որ ես ոչնչացնեմ այս կեղտոտ, հին աշխարհը, այլ փոխարենը փափագում են Հիսուսի երկրորդ գալուստը, որի միջոցով նրանք կփրկագնվեն։ Նրանք անհամբեր սպասում են Հիսուսի կողմից ողջ մարդկությանը այս պղծված և անարդար երկրից կրկին փրկագնվելուն։ Ինչպե՞ս կարող են նման մարդիկ դառնալ այնպիսիք, որոնք ավարտին կհասցնեն իմ գործը վերջին օրերին։ Մարդու ցանկություններն անկարող են իրականացնել իմ կամքը կամ հաջողել իմ գործը, քանի որ մարդը պարզապես հիանում է կամ փայփայում է այն գործը, որը ես կատարել եմ նախկինում, գաղափար չունենալով, որ ես եմ հենց Աստված, որ միշտ նոր է և երբեք հին չէ, և գիտի միայն, որ ես Եհովան եմ և Հիսուսը, առանց որևէ գաղափար ունենալու, որ ես եմ այն վերջին օրերի մեկը, որ մարդկությանը վերջ կդնի։ Այն ամենը, ինչին մարդը տենչում է և ինչ նա գիտի, գալիս է իր սեփական պատկերացումներից և պարզապես այն է, ինչ նա կարող է տեսնել իր սեփական աչքերով։ Դա համահունչ չէ իմ կատարած աշխատանքին, այլ աններդաշնակ է դրա հետ։ Եթե իմ գործը կատարվեր մարդու պատկերացումների համաձայն, ապա ե՞րբ այն կավարտվեր։ Ե՞րբ մարդկությունը կմտներ հանգստի մեջ։ Եվ ինչպե՞ս ես կկարողանայի մտնել 7-րդ օրը, հանգստի օրը։ Ես աշխատում եմ իմ ծրագրի և իմ նպատակի համաձայն, ոչ թե մարդու մտադրությունների համաձայն։